Ես մշտապես ասել եմ, որ չի ստորագրվելու խաղաղության պայմանագիր եւ այդ եթե ստորագրվել դա խաղաղություն չի բերի, բայց չի նորից եմ կրկնում, չի ստորագրվելու այդ փաստաթուղթը, որովհետեւ դրա համար չկա քաղաքական կամք Ադրբեջանի կողմից։ Տեսեք, Ադրբեջանը սկզբից 3 պահանջ էր գնում 20-ից հետո 3 մշտական պահանջներ, հետո աճեցին, դարձան 17։ Ասել, որ ասում են համաձայնեցված են, արդեն 17-ը սուտ են ասում, ոչ ոք համաձայնեցված չի։ Հայկական կողմը ընդունել է Ադրբեջանի պահանջներ, ինչ համաձայնության մասին է խոսքը։ Այսինքն նրանք առաջադրել են, դուք էլ ասել եք բազմաթիվ, չէ, դա բացառվում է, մենք նման բանի չեն գնա, բայց արել եք։ Բայց հիմա արդեն 17 կետեր ընդունելուց հետո Ադրբեջանը պաշտոնապես առնվազն 2 կետ եւս բարձրաձայնեց Ալիևի կողմից, մեկը դա եվրոդիտորդների հեռացումն է սահմանից, մյուսը սահմանադրական փոփոխությունների հարցը։ Բայց այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնք կազմակերպությունը, որը իբր անկախ համայնքա, բայց իրականության մեջ Ադրբեջանի կողմից իշխանություն կառավարվող, հնչեցրեց 7 պահանջ։ Արդեն այդ թվում այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, նրանց փոխհատուցումների հարցը, որ նրանց անվտանգության հարցը, Հայաստանի կողմից ընդունել իր մեղավորությունը, այս բոլոր 100-ամյակի բաների համար եւ այլն, նույն Ալիևի կողմից հնչեցված, այսպես ասած, պատերազմի հանցագործների հանձնումը բանին Ադրբեջանին, չէ՞, հնչեցված անուններով Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անուններով, չհասկացա ինչի Տեր-Պետրոսյանին չի ուզում, ոնց որ թե Տեր-Պետրոսյանները ասում էին պատերազմի հաղթողը այդ է, եթե ինքը պահանջում էր բոլոր նրանց ովքեր կռվել են, ուրեմն դի առաջերտին Տեր-Պետրոսյանին պահանջեր, բայց Տեր-Պետրոսյանը անունը չտվեց, մի քիչ տարօրինակ է, ուրեմն իրենք չեն ընդունում Տեր-Պետրոսյանը որպես հաղթող նախագահ։ Կարծեք այդպես է ինչ որ ստանում։ Թեև Սերժն ու Քոչարյանը հաղթող նախագահ է։ Հաղթել է հայ ժողովուրդն է հաղթել եւ ի հեճուկս այդ ղեկավարների է հաղթել։ Ոչ թե շնորհիվ, այլ ի հեճուկս այդ բաների բան։ Չի լինելու Ադրբեջանը չի ուզում թեկուզ եւ ձևական կապանքներ դնել իր գործողությունների վրա։ Մյուսը որևէ փաստաթուղթ չի կարող ապահովել խաղաղություն, քան դեռ չկա ռազմաքաղաքական հավասարակշռություն։ Աշխարհում այդպես է։ Դու կարաս տասնյակ փաստաթղթեր ստորագրես, մասնավորապես նույն նայեք Սիրիա-Թուրքիա տարբերակը, որտեղ եւ սահմաններն էին հստակեցված դիլիմիտ կամ Թուրքիա-Իրաք այդ հարցը եւ տարբեր ճանաչված լինել սահմաններ, այստեղ քարոզչությունը իշխանական ստորաբար է վարվում։ Ինքը ժողովրդին խաբում է, որ իբր խաղաղության պայմանագիրը եւ խաղաղությունը դրանք նույն բաներն են, դրանք նույն բաները չեն։ Մեկը թուղթ է, որը կարա լինի, մյուսը իրավիճակ է, եւ եթե դու չունես համապատասխան հնարավորություններ։ Հիմա ես այստեղ ուղղակի աչքովս մի միտք ընկավ, խորապես սխալ եւ խորապես պրոռուսական, որ ասում է հույսը մենակ մեր վրա պիտի գնենք, քանի դեռ դրել ենք ուրիշների վրա հույսը, մենք ոչ բանել չենք հասնի եւ այլն։ Նախ առաջինը դրեք մեր վրա դրեք ուզում եք, բայց ինձ հարցը ուզում եմ պատասխան հասկանամ, որ օրինակ հայկական բանակին պետքա 10 միլիարդ դոլար, որպեսզի հավասարակշռի ռազմատեխնիկական առումով ադրբեջանական բանակին։ Մեր վրա դնելով 10 միլիարդ դոլարը որտեղից ենք հայթայթելու։ Երկրի տնտեսությունը ոնց ենք զարգացնելու, մեզ տասնյակ եւ տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներ է պետք, մեզ շուկաներ են պետք։ Ոչ մի երկիր հույս իր վրա դնելով չի զարգացել։ Եվրոպայում կար մի երկիր Ալբանիան, որը հույսը դրել էր իր վրա, որտեղ մարդիկ էշերի վրա էին երթևեկում եւ ոչինչ չկար այդ երկրում։ Աղքատ հույսը իր դրած երկիր էր։ Եվ կար հույսը իր վրա չդրած Գերմանիա, եւ Եվրոպան, որ ոտի կանգնեց, Մարշալի պլանն էր։
Եվ Կորեան, Հարավային եւ Ճապոնիան, որ այսօր զարգացած երկիրներ են, շնորհիվ նրա, որ հույսը իրանց վրա չեն դրել։ Աշխարհում դու չես կարող միայն քո վրա դնել։ Այո, դու մենք դրա մասին արդեն խոսել ենք, որ դու պետք է ներքնապես ունենաս գաղափարախոսություն, հզոր քո ազգային արժեքներ, ամբողջ այդ հասկանալի է։ Դա անհրաժեշտ, բայց բավարար պայմանն է։ Այսինքն ներքին բանը։ Եվ ես շատ եմ խոսել Ռեյկլայնի բանաձևի մասին, այդտեղ շատ ամեն ինչ հստակ է, խորհուրդ կտամ կարդան։ Բայց մի ասեք, որ քանի դեռ հույս ուրիշներ վրա, որովհետև դա ռուսական ռոպագանդա է, որովհետև եթե ինքը ասում է հույսը մի դրեք ուրիշների վրա, ինքը նկատի ունի արևմուտքը, որովհետև ինքը կա Հայաստանում։ Այսինքն ինքը այսպես թե այնպես կա, ռազմականապես կա, տնտեսապես կա եւ այլն։ Եվ եթե դու հույսը չդնես, ճակերտավոր արևմուտքի վրա, դու իրանից չես կարող ազատվես։ Ինքը քեզ թույլ չի տալու որ ազատվես։ Հենց այդ նպատակով էլ ասում է։ Ահա, այդ քարոշչության նպատակը դա է։ Նրանք ովքեր հանդես են գալիս, որ հույսը դնենք մեր վրա եւ այլն, դա ռուսական ռոպագանդա է, որովհետեւ դա մեզ հնարավորություն չի տալու իսկապես ունել ազատ, անկախ, միացյալ, հզոր, բարգավաճ Հայաստան։